Ինչ եք կարծում, Թրամփը կարող է երաշխավոր լինել խաղաղության գործընթացին։ Դա մենակ Թրամփը չի որոշում, չէ՞։ Այնտեղ կան բավականին մարդիկ, բավականին ընթացք, մենք մակերեսն ենք տեսնում, խորություն գոյություն ունի, չէ՞։ Մտածելակերպ գոյություն ունի, հետո ընդհանրապես այդ փոքր մենք ինչ կարանք որոշենք, որոշումը խոշորներն են անում, այն մանրերին պարտադրում, այս քարտեզները իմ կարծիքով արդեն գծած, արդեն գիտեն, ընդհանրապես աշխարհը փոփոխության է ընթարկում, ինձ թվում է դեռ բավականին ժամանակ կա մինչև մարդկային գիտակցությունը, այս ընդհանուր թվով անցնի, չէ, դեռ չէ։ Կդժվարանամ, ուղղակի ապագան ցույց կտա, բայց հուսալի չի ամեն դեպքում։ Իր հետ բռնած գործարքը հուսալի չի, երբ մեջը կա վարչապետը, իր խոստումներին արդեն չենք հավատում։ Բոլորը խաղեր են, ես չգիտեմ, չեմ կարող ասել էլի, չեմ հավատում ոչ մի բանի։ Մենք պիտի մեր սահմանները հսկենք, մենք պիտի մեր հայրենիքը պահենք։ Միայն հայ ժողովուրդը ոչ մեկի պետք չի։ Դե պայմանագիրը, ինչ պայմանագիրը դա զորով ստորագրել են տվել, որ խաղաղությունն է, որ ատամ հեր կռիվ չլի։ Բայց դե ժողովրդին դուս են արել, մել վարձով են մնում Ղարաբաղցի շատերը, դա չի բան էլի, մարդը ապրի տան մեջ դուս անեն, գնա որ դիուզում ես ապրել, դա չի հարցել։ Ասկի Ուկրաինայի հարցը չի կամ կարգավորի կռիվը գնում է։ Գլուխը գոված էս բան կա, բայց ուրա խի չի բան կարգավ, էլի կռիվը գնում է, չէ Ուկրաինայում, էլի նույնց մարդիկ են զոհվում, տներ են քանդում, չեմ կարող ասեմ ես, Թրամփը մի քիչ գյալուգետ մարդ է, գյալուգետ Թրամփը։ Թրամփը ով է, Թրամփը որտեղ է ապրում, մենք որտեղ ենք ապրում, Թրամփը պրիչում դու Հայաստանի, Թրամփը մտավ որտեղ մտավ, Բաղդադ ինչա, քանդե, Իրանը մտավ ինչա, Իրաքը մտավ քանդեց, Լիբիա մտավ քանդեց, գնաց Վիետնամից հետ քանդելով, բանի Աֆղանստանի քանդելով եկավ, Թրամփը ինչ արավ որ, Թրամփը Իրան չի կարող մի բան անի, Թրամփը ուրիշին ինչ պետք է օգնի։ Մենք ով Թրամփով։ Նա մեզ երևի անունով որ չհիշացնես, դա չի իմանա Հայաստան պետություն կա թե չկա։ Բայց մուսուլմանական երկրների հետ նա ավելի շփում ունի, քան մեզ հետ։ Դա ակնհայտ է։ Չեմ կարող ոչ մի բան ասել։ Ամերիկան մեզանից շատ հեռու է։ Փաստաթղթի մասին ժողովուրդը ոչ մեկը ոչ մի բան տեղյակ չի, փաստաթուղթը դա ընդունվել է կառավարության կողմից, ղեկավարության կողմից, ինչ իմանամ, ինչ ա գրված այնտեղ։ Ու նրանք հետո մուսուլմանական երկրները նրանք դիվանագետ ժողովուրդ են, իսկ մենք երևի թե ոչ։ Ղեկավար պետք է ունենանք, ցավոտ ղեկավար։ Աշխատում եմ քաղաքական նյութերից զերծ մնալ, որովհետև հավատս կորցրել եմ ամեն ինչի նկատմամբ։ Ես ընդհանրապես այլևս ոչ մի բանին չեմ հավատում, որովհետև տեսնում եք, Թրամփը կարող է մի բան ստորագրի, վաղը չեմ մյուս օրը ինքը հրաժարվի իր ստորագրություններից եւ ընդհանրապես հիմա այդ խոշորագույն երկրների այդ խաղերը շատ դժվար է հասկանալի, անհասկանալի ավելի ճիշտ, որ մնաց թե կարողանանք մենք վերլուծենք։